Պարում են արմատցիները, լավագույն ռոբոտներ ստեղծող միջազգային օլիմպիադաներից մեդալներ Հայաստան բերող նոր սերնդի սիմվոլիկ այս շնորհավորանքով ԱՏԶՄ-ն բացեց հոբելյանական 25-րդ համաժողովը։ Երկրում աշխատող տեղական ու միջազգային IT ընկերություններից միավորում են արդեն 270-ին։ Տեխնոլոգիական համայնքի նախ տնտեսական, ֆինանսական ցուցանիշներով հպարտացավ կառույցի տնօրենը։ 73 տեխնոլոգիական ընկերություն ընկրվել է Հայաստանի խոշոր 1000 հարկատուների ցանկում։ Նրանք բոլորը իրար հետ վճարել են 129.4 միլիարդ դրամ հարկ։ Հպարտությամբ եմ նշում, որ 71% այդ հարկերի վճարվել է ԱՏԶՄ անդամների կողմից։ Միայն միության ներսում նախորդ տարի $1 միլիոն ավելի պայմանագիր են կնքել։ Ոլորտի զարգացման տեմպն արդեն այնպիսին է, IT հաջողությունները թվարկելիս չգիտեն որը նշեն։ Վերջին խոշոր իրադարձություններից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարն առանձնացրեց միջազգային աքսելերատոր Plug and Play Հայաստան մուտքը, ապա Starlink-ի։ Շատ ավելի նորերից հիշեցրեց օգոստոսին ամերիկյան կողմի այս շաբաթ էլ փոխնախագահ Վենսի այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կնքվեց MOU արհեստական բանականության զարգացման և կիսաարթիչների զարգացման ուղղությամբ և իրականում դրա արդյունքում նաև մենք ունեցանք Firebird ընկերության մուտքը Հայաստան և էքսպորտի թույլտվությունը GPU-ների։ Մենք արդեն ունենք ամբիցիաներ ձեր հետ միասին, որտեղ կարողանում ենք բարձրացնել այնպիսի հարցեր, ինչպիսի օրինակ կիսաառողջային ընկերությունների էքսպորտի լիցենզիաների և հասանելիության նորարար տեխնոլոգիաներին։ ՏՏ ճյուղն ինչպես բիզնեսի հարցերն է կազմակերպված առաջ տանում, նույն ջանասիրությամբ նաև կրթական գործին է լցվել։ Ապագա ծրագրավորողներ ունենալու համար դպրոցներում ստեղծված արմատ լաբորատորիաների, ռոբոտաշինության խմբակների և երեխաների տեխնոլոգիական մտածողությունը զարգացնող նախաձեռնությունների համար ԱՏԶՄ-ին գովեստի խոսքեր ուղղեց Ժաննա Անդրեասյանը, ասաց ոգևորիչ արդյունք ունենք։ Տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի կրթության բրենդն է դառնում։ Ես կարծում եմ, որ դա ունի շատ հզոր ներուժ ոչ միայն Հայաստանի ներսում, այլև արտահանման ներուժ։ ԱՏԶՄ-ից փոխադարձ շնորհակալություններ հայտնեցին պետական համակարգին համագործակցելու, աջակցելու համար։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 25 տարվա անցած ճանապարհն իսկական success story կոչեց կառույցի լիազորությունները վայր դնող նախագահը։ Եղել են հաջողության հեշտ տարիներ, եղել են դժվար տարիներ, բայց մենք երբևէ չենք հետ կանգնել այն մտքից, որ պետք է ունենանք ուժեղ կայացած համայնք։ Միության նոր ղեկավարի ընտրություն, հանրային քաղաքականությունների օրակարգ փաստաթղթի քվեարկություն, օրակարգային այս հարցերից առաջ ԱՏԶՄ-ում հայտարարեցին նաև առաջինը Հայաստանում Impact Bond 1.5 միլիարդ դրամի պարտատոմս են թողարկել։ Դրա խորհրդանշական զանգը բնականաբար ռոբոտին վստահեցին։ Օրվա հրամայականն էլ չուշացավ։ AI-ը, կիբեռանվտանգությունը, կանաչ տեխնոլոգիաներն արդեն այնպիսի միջավայր են ձևավորել, մրցակցությունն այլևս տարածաշրջանային չէ, այլ գլոբալ, այնպես որ հաջողելու համար IT համայնքում որոշեցին՝ պետք է լինեն արագ, որակյալ և պատասխանատու։ Հերմինե Բաղդասարյան, Արման Թովմասյան, լուրեր։